Անդրանիկ Քոչարյանի հետ կապված ստորագրահավաքել լրագրողին վիրավորելու համար, որպեսզի էթիկայի հանձնաժողով ստեղծի։ Ընդդիմությունը արդեն համաձայնություն տվել է։ Ինչ դիրքորոշում ունեն իշխանությունները այդ հարցում։ Պատրաստվում եք էթիկայի հանձնաժողով քննություն սկսել Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված, որտեղ վերջինս անդադար լրագրողներին է վիրավորում կամ ձեր թիմակիցներին, գիտենք, որ ներսում կոնֆլիկտներ կա։ Որտեղից գիտեք, որ ներսում Գիտենք, մեր բերեկությունով կանանց Մամուլը ինչ ասես գրում, հա։ Գրում եք, որ ես ու Քոչարյան Անդրանիկը լուրջ հակամարտություններ ունենք, հետո բարիշեցինք, հետո կռվեցինք եւ այլն։ Լավ, ուրեմն դուք էլ ձեր հարցին պատասխանեք, եթե դուք ձեր իրականությունը ունեք, ես ինչ պատասխան։ Դուք ասում եք թուղթ կա, որտեղ կա ստորագրությունը հավաքում, ես այս թուղթին ծանոթ չեմ, երբ որ այդ թուղթը կտեսնեմ, երբ որ խմբագրությունը, երբ որ խմբակցությունը կքննարկի, ես ձեր հարցին կպատասխանեմ։ Ես ի տարբերություն մեր ընդդիմադիր գործընկերների, որոնք պատրաստ են միջպետական խաղաղության համաձայնագիր քննարկել եւ գնահատականներ տալ եւ հարցազրույցներ տալ, ես պատրաստ չեմ նույնիսկ այդ մի էջանոց փաստաթղթի վերաբերյալ բան ասել, որ չեմ տեսել։ Իսկ ընդհանրապես վատ եմ վերաբերվում Հռիփսի Մեջաբեջյանի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի։ Վերադառնանք համաձայնագրին։ Ես զանգահարել եմ իրեն, հենց այդ միջադեպին ծանոթացել եմ, ես դուրսն եմ երկրում զանգահարել եմ իրան, իր հետ խոսել եմ, ուզեցել եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ խոսել եմ։ Անդրանիկ Քոչարյանին եք զանգահարել։ Այո։ Ներողություն չի պատրաստում, խնդրեմ։ Ես խնդրում եմ իրան այդ հարցը։ Ես տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունը եւ լրագրողները բաներ են արել, ես ներողություն եմ խնդրել եւ ես համարում եմ, որ դրանով ես ել ավելի ուժեղացել եմ եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդով ներողություն եմ խնդրում, ել ավելի ուժեղանում։ Իսկ դուք էթիկայի հանձնաժողով պետք է ձևավորի։ Խնդրում եմ, էլի թող գա փաստաթուղթը տնամ լրագրողները հարգելի, ինչի տակ են ստորագրել, մի հատ քննարկենք, հասկանանք, կասեմ, էլի հետո տեսեք, դա ազգային ժողովի նախագահի որոշելիքը չի, դա խմբակցությունների, տեսեք, խմբակցությունների ղեկավարներն են որոշում, խմբակցությունն է որոշում, այլ ոչ թե ազգային ժողովը։